Լրատվական համայնքը եւս պատրաստվում է ընտրությունների։ Բոլոր կուսակցությունների եւ դաշինքների համար հեռուստաընկերությունները պետք է ապահովեն հավասար պայմաններ։ Նույնիսկ եթե քաղաքական ուժերը չեն իրականացնում ակտիվ քարոզչություն, նրանք պետք է ստանան եթերաժամանակ։ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահի խոսքով իրենք ամեն դեպքում առաջնորդվում են բովանդակային հավասարության սկզբունքով։ 19 գրանցված կուսակցությունից, որոնք մասնակցելու են ընտրություններին, 4-5-ը, որոնք շատ ակտիվ են, մնացածը ոչ, այդքան, Եվ պատկերացնում եք, եթե դուք հավասարություն եք փորձում ապահովել, ապա մեր կարծիքով դուք անհավասար պայմանների մեջ եք գնում, որտեղ հավասարացնում եք ծույլի եւ բանին, աշխատասերին օրինակ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը նշում է, որ նոր կարգավորումներից հետո հեռուստաընկերությունները ստացել են բազմաթիվ հարցերի պատասխաններ, որոնք նախկինում բաց էին մնում։ Օրինակ հստակեցրել են դեբատների ձևաչափը։ Բանավեճը կարող է լինել սուր, սակայն չպետք է վերածվի փոխադարձ վիրավորանքների միջավայրին։ 21 թվականին եղել էր դեպքեր, երբ որ ակնհայտ հայոյանք, վիրավորանք պարունակող հոլովակներ էին ներկայացրել հեռուստաընկերություններին եւ հեռուստաընկերությունները, այսպես ասած, փակուղում էին հայտնել։ Հովակիմյանը հիշում է դեպքեր, երբ քաղաքական ուժերը հեռուստաընկերություններին չեն վճարել եթերաժամանակի համար։ Նոր կարգավորմամբ քվեարկությունից հետո 2 օրվա ընթացքում պետք է համալրեն հաշիվը եւ կատարեն բոլոր պարտավորությունները։ Ունեցել ենք դեպքեր, ինձ այստեղ նստած են, ես ճանաչում, որոնք որ նաեւ մեզ են բողոքեցել, որ այս կուսակցությունը մեզ փողապարտ մնացել չի տալիս, կուսակցությունը ասում է, որ ես պիտի դա տայի նախընտրական հիմնադրամից, ես նախընտրական հիմնադրամում միջոց չունեմ, մի խոսքով ներկայիս օրենսդրությունը, դուք ուղղակի իմացեք, ոչ ոք չի կարող հրաժարվի գումարը վճարելուց։ Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարն ասում է, որ հիմա խնդիր ունեն։ Մի կողմից արհեստական բանականությունը կարող է օգտակար գործիք լինել մեդիայի համար, վերլուծության, տեղեկատվության համակարգման եւ խմբավորման նպատակով, մյուս կողմից այն իր հետ բերում է ռիսկեր, կապված մանիպուլյացիայի, ապատեղեկատվության, դիփֆեյքերի եւ վնասակար կոնտենտի տարածման հետ։ Մեդիան կարևոր դերակատարում ունի ընտրությունների ժամանակ հավասարակշռված, օբյեկտիվ եւ թափանցիկ տեղեկատվություն փոխանցելու գործում։ Այստեղ կա կարևոր մարտահրավեր։ Արհեստական բանականության չարաշահումն ու դրա կիրառումը կեղծ կոնտենտ ստեղծելու համար ազդում են քաղաքական դեբատների վրա։ Այս խնդիրներն առավել սրվում են ընտրական գործընթացների ընթացքում, երբ լրատվամիջոցները պետք է ապահովեն գործընթացի նկատմամբ վստահությունն ու լեգիտիմությունը։ Այս պահին ՀՌՀ-ն քննարկում է նաև, թե արհեստական բանականության կիրառման համար ինչ կարգավորումներ են անհրաժեշտ։ Հարցը քննարկվում է եվրոպացի գործընկերների հետ։ Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի խոսքով, ընտրությունների ընթացքում մեդիայի կարգավորումները պետք է դիտարկել ոչ թե որպես սահմանափակում, այլ որպես երաշխիք, որը պաշտպանում է թե լրագրողներին, թե հասարակությանը։ Ալադավթյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։